գիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացել են մեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատեմ ես, Լուսիկ Քոչարյանը, եւ ներկայացնեմ, թե որ տարբերակներով նաեւ կարող եք մեզ լսել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, տեսագրություն ձայնագրությունները փնտրեք այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եւ իհարկե միացեք մեզ Facebook-յան հարթակում հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում եւ կկարողանաք նաեւ դիտել live stream-ի տարբերակով։ Մեկնաբանությունները բաց են, կարող եք այնտեղ հարցեր, դիտարկումներ թողնել։ Ես դրանց հետևում եմ եւ հետաքրքիրները նույնպես այսօր կհնչեցնեմ, իսկ ում հետ ենք մենք զրուցելու, ներկայացնեմ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բուժքույր Մելանիա Վաթինյան, ողջույն։ Ողջունում եմ ձեզ։ Եվ պալիատիվ ծառայության կլինիկայի ավագ բուժքույր Վարվարա Արսենյան, ողջույն։ Շնորհակալություն համաձայնելու համար մեզ այսօր հյուրընկալվել։ Մենք մայիսի 9-ն է տոնական օր է, բայց նշում ենք նաև ընդառաջ դեպի բուժքույրերի միջազգային օրվա, որը մայիսի 12-ին է լինելու։ Մենք այսօր հնարավորություն ունենք հանդիպելու եւ խոսելու բուժքույրական մասնագիտության խնդիրների, առանձնահատկությունների, ուրախ պահերի, ինչպես եթերից առաջ խոսեցինք ահա այս ամենի մասին։ Այնպես որ հարգելի ունկնդիրներ, այսօր շատ այսպես օրիգինալ է լինելու իմ եթերը, մենք միշտ բժիշկների տարբեր մասնագիտացման այսպես վիրաբույժներ, թերապևտներ եւ այլն իրենց հետ ենք խոսում։ Այսօր խոսելու ենք մի շատ կարևոր օղակի մասին, որն է բուժքույրությունը։ Եվ գիտեք, այսպիսի մեմեր տեսած կլինեք համացանցում, երբ իրականում, ասենք, վիրահատության մտնում է վիրահատարան մտնում է գլխավոր բուժքույրը եւ բոլորը նույնիսկ վիրահատող բժիշկը մի քիչ զգուշանում են եւ ուշադիր հետեւում են։ Հո բարկացած չի գլխավոր բուժքույրը, հոտը խուր չի, հո մի բան պակաս չի ձեռքի տակ, հո որևէ մեկը նրան չի խոսեցրել եւ այլն, որովհետեւ այսպես իրենից կախված է ամբողջ այդ ներկայացումը, որը կոչվում է վիրահատություն, դե իհարկե սա հումորի կարգից, ես կուզեի նախ ներկայացնեիք, թե քանի տարվա փորձառություն ունեք այս բարդ պատասխանատու մասնագիտության մեջ, սկսենք ձեզնից։ Նախ ուզում եմ ողջունել բոլորին, ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզ հրավերի համար, պարբերաբար հետևում եմ ձեր Facebook-յան էջին եւ ասեմ այնքան հետաքրքիր, ինֆորմատիվ եւ բովանդակալից թեմաներ եք դուք այստեղ բարձրացնում եւ ներկայացնում մեր բնակչությանը, որ շատ կարեւոր են եւ ողջունելի։ Եվ օգտվելով առիթից ուզում եմ բոլորի շնորհավորել այս մայիսյան հաղթական փառահեղ տոնի արդիվ եւ մեր ժողովրդին ցանկանալով ուժ եւ համբերություն, ես ավելի քան վստահ եմ, որ մոտ ապագայում մենք դեռ շատ ու շատ հաղթական օրեր ենք եւ վերապրելու եւ վայելելու։ Ուժ եւ համբերություն իմ ժողովրդին։ Ձեր հարցին պատասխանեմ այսպես, նախ ասեմ, որ ամիջապես մայիսյան այս տոնին հաջորդում է բուժքույրերի միջազգային օրը, ինչով է հենց պայմանավորված մայիսի 12-ը, որովհետև մայիսի 12-ին 1820 թվականին է հենց ծնվել հայտնի բրիտանացի բուժքույր, քաղաքական գործիչ Ֆլորենս Նայթինգելը, ով շատ մեծ ահռելի աշխատանք ունի կատարած եւ ներդրած բուժքույրական գործի զարգացման հարցում։ Լսած կլինեք այն գթության քույրերը, որ ստեղծվել են հենց այդ տարիներին ու մինչ օրս բուժքույրը իր կերպարով կա եւ կերտում է, դա հենց Ֆլորենս Նայթինգելի շնորհքն է։ Իր ստեղծածն է այն կերպարը, ֆիլմերում, սպիտակ այդ հատուկ գլխարկներով, գոգնոցներով եւ այլն։ Եկեք ձեր անձնական փորձառության մասին էլ անպայման խոսենք, որովհետեւ դուք ահա այս ամենին նվիրել եք ձեր կյանքը եւ քանի տարի այդ կյանքից։ Այո, 25 տարի։ 2000 թվականին, այո, 2000 թվականին ավարտելով բազային բժշկական ուսումնարանը, գերազանց ավարտելով կարմիր դիպլոմով ինձ ամիջապես ուղղորդեցին օրթոպեդիայի, վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն։ 2 տարի աշխատելով վերակենդանացման բաժնում, ես արդեն 2 տարի հետո տեղափոխվեցի որպես ընդունարանի խորհրդատվական բաժնի եւ վնասվածքաբանական կետի ավագ բուժքույր, հետո արդեն ինձ հանձնարարվեց նաեւ գլխավոր բուժքրոջ պարտականությունները եւ այդպես 20 տարի շարունակ։ Արդեն երբ որ COVID-ի համաճարակը սկսվեց, այսպես ասեմ, կենտրոնը վերապրոֆիլավորվեց, ու ես հիշում ենք։ Այո, գիտեք այդ տարիները ինչքան ծանր էր, ինչքան մեր ժողովուրդը ահաբեկված, վախեցած,
Արդեն դրանից հետո ես 1 տարի աշխատելով մասնավոր կենտրոնում զգացի, որ իմը հիվանդանոցն է։ Ես պետք է աշխատեմ մեծ հիվանդանոցում, ավելի ծանրաբեռնված աշխատանքի, եւ քանի որ Վարվարայի հետ արդեն մտերիմ էի 20 եւ ավելի տարի, հերթական անգամ, երբ որ հյուր գնացի Վարվարային, օնկոլոգիա, ներկայացրեց, հիշում ես աշխատասենյակում նստած էր, վարակույրը բացեց, ասեց, տես պալիատիվ կենտրոն ենք բացում, ցանկանաս միանալ մեր թիմին, ասի սիրով, ինչու՞ չէ, ասեց, ես անպայման ղեկավարության հետ կխոսեմ։ Բայց այդքան ծանր ոլորտ, ինչպես եք թեթևությունը փոխել իսկապես ծանրությամբ, որտեղ մենք բոլորս գիտենք քրոնիկական ընթացքներ, մահեր, ծանր վիճակներ եւ այլն, ահա այս ամենը շատ է։ Այո, շատ է, բայց պալիատիվը իմ համար մեկ այլ աշխարհ է։ Ես մշտապես եղել եմ կարելի ասել մատենավարման աշխատանքի ղեկավար պոստերում, հիմնականում իմ աշխատանքը եղել է եւ պացիենտների հետ եւ աշխատակազմի հետ, բայց ես պալիատիվում մոտավորապես 1 տարի աշխատեցի որպես հերթապաբուժքույր եւ այն զգացողությունները, ինչ ես վերապրեցի պալիատիվում, երևի թե ես շատ բաժանմունքներում եմ աշխատել եւ վիրաբուժական եւ թերապևտիկ, բայց այն ինչ որ կա պալիատիվում, չգիտեմ, դա մի ուրիշ աշխարհ է։ Խնամքի կարիքն է այնտեղ շատ եւ հոգատարության կարիքն է շատ։ Եվ հոգատարության իզուր չէ կոչվում պալիատիվ ամոքիչ խնամք, հա, որովհետեւ ոչ միայն սիմպտոմատիկ բուժում են ստանում այդ պացիենտները, այլև այնտեղ շատ ուժեղացված ձևով արվում է նաեւ խնամքը պացիենտների եւ շատ կարեւոր է այստեղ որ մեր բուժքույրերը լինեն ավելի ձիգ պատրաստված ու շատ պատրաստված կազմ է մեզ մոտ այնտեղ աշխատում պալիատիվ կլինիկայում եւ շատ կարեւոր է այստեղ հոգեբանական աջակցությունը նաեւ այդ կոնկրետ պալիատիվ բաժանմունքի մեր աշխատակիցներին եւ պալիատիվում ունենք հոգեսոցիալական մեծ թիմ, որոնք աշխատում են ոչ միայն պացիենտների հետ, այլ նաեւ մեր աշխատակիցների հետ։ Շնորհակալություն, շատ եւ զարմանալի է եւ ապշեցուցիչ, կարծում եմ ոչ շատ բուժքույրեր թեթևությունը, ավելի հեշտությունը, մասնավոր սեկտորը կամ վճարը, դրա մասին ավելի ուշ կխոսենք, կփոխեին այնպիսի բարդ ոլորտի հետ, ինչպիսին է ուռուցքաբանությունը։ Եկեք ձեր անձնական փորձառությանն էլ ծանոթանանք, որ թվականից եք սկսել։ Ես 94 թվականին ավարտել եմ բժշկական ուսումնարանը Էրեբունի եւ անմիջապես ընդունվել եմ աշխատանքի։ Աշխատել եմ երկար, մինչև 2018 թվականը մեկ բժշկական կենտրոնում, 6 ամիս ընդմիջում է եղել եւ ընկերուհիս որ աշխատում էր ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բուժքույրներ, մեր նախկին գլխավոր բուժքույրը կանչեց, ասաց, այսպիսի ազատ հաստիք ունենք նեյրոօնկոլոգիական բաժանմունքում, ավագ բուժքրոջտեղ, եթե կուզենաս փորձիր։ Օնկոլոգիա բառը լսելով իմ համար սարսափ էր, բայց երբ որ մտա այդ հիվանդանոց, մտա նեյրոօնկոլոգիական բաժանմունք, այնտեղ ինձ սրտաբաց ընդունեցին, որ ես հասկացա, որ չէ, ես այն հիվանդանոցից, որտեղ հիվանդները լավանում են, լավացումով են դուրս գրվում, ես եկել եմ այս հիվանդանոց, մթնոլորտը նույնն է։ Եվ սկսեցի աշխատել ու հասկացա, ընդամենը 1 շաբաթվա ընթացքում հասկացա, որ ուռուցքաբանությունը, ուռուցքաբանության ազգային կենտրոնը ինքը սովորական հիվանդանոցների նման հիվանդանոց է, մի տարբերությամբ, որ այստեղ հիվանդների առողջացումը մի փոքր ավելի քիչ էր առաջ, բայց հիմա դա ավելի շատացել է, քան մյուս հիվանդանոց համեմատական կարգով։ Հետո երբ որ տնօրենի խորհրդով, այսինքն ինքը ասաց, որ պալիատիվ ծառայության կլինիկա ենք բացելու եւ ինձ առաջադրեց այդ պալիատիվ ծառայության ավագ բուժքրոջ պաշտոնում, ես ճիշտն ասած ասացի, ես չեմ կարող, որովհետեւ բնույթով այդպեսին չեմ, ես շատ ուժեղ չեմ բնույթով, ասաց չէ, ես տեսնում եմ այն ուժը քո մեջ, որ պիտի կարողանաս եւ պիտի գնաս եւ ուղարկեց վերապատրաստումների ինձ Մանուկյան Նարեկ Վարուժանովիչը եղել եմ Մոսկվայի պալիատիվ կլինիկայում, այնտեղ եմ վերապատրաստվել, հետո գնացել եմ Ուտրեխտի համալսարանական հիվանդանոց, այնտեղ եմ վերապատրաստվել պալիատիվով, որ ընդհանրապես գաղափար չունեի պալիատիվի մասին,
եւ հետո մասնակցել եմ ամառային դպրոցի պալիատիվի հետ կապված անցած տարի միասին ենք մասնակցել Հայաստանում եղավ եւ մեկ շաբաթ մասնակցել եմ ՕՄԻ համալսարանի, բաց համալսարանի, դա Ավստրիայում էր, Զալցբուրգ քաղաքում, այնտեղի այդ վերապատրաստմանն եմ մասնակցել ու եկել եմ այդ ամեն ինչից մի քիչ ներդրել եմ ու իհարկե թիմային աշխատանքի շնորհիվ մեր պալիատիվը կայացել է։ Ես մի անգամ կարդացի, որ ուռուցքային հիվանդների մեջ մտավախություն կա, որ իրենց կյանքի ավարտը չեն տեսնում արժանավայել, բայց հիմա ուզում եմ ձեզ ասել, որ ստեղծվելով պալիատիվ ծառայության կլինիկան շատ-շատերի մոտ արդեն այդ մտավախությունը կոտրվել է։ Այսինքն եւ ցավազրկումը ապահովում ենք եւ շպիտը ուրախությունը եւ չտանջվելը, այո, դրանի վախերը կան։ Ոչ այնքան հիվանդությունից, բուն հիվանդության գոյությունից, այլ որ ինքը երկար անհույս տանջվելը, հոգեբանական ծանր խնդիրներ են ունենում, Փառք Աստծո բուժքույրը հանդիսանում է այն մարդը, հատկապես իմ ոլորտում, այն մարդը, որ բժիշկ, հոգեբան, ադմինիստրացիա, չգիտեմ, բուժքույր, հիվանդի հարազատ, այդ կապող օղակի մեջտեղում բուժքույրն է, որովհետև իրենք համարում են իրանց հենասյունը, բուժքրոջը, բուժքույրը ավելի շատ է շփվում պացիենտի հետ, օրվա ընթացքում, քան բժիշկը, քան ինչ-որ մեկ այլ մասնագետ։ Դա ես չեմ ասում, դա ստատիստիկա է։ Բնականաբար նաև բուժքույրը ըստ իմ պատկերացմամբ հենց կենցաղին է մասնակցում այդ հիվանդանոցային բուժման ընթացքի սրացումների բժիշկները պարզ է իրենց պլանավորված հերթականությամբ քայլերը կատարում են, բայց երբ դու վատ ես, դու նախ բուժքույրին ես կանչում։ Շատ դեպքերում բուժքույրը հարցը լուծում է եւ ավել ոչ մեկին կարիք չի լինում փնտրելու, կանչելու եւ շատ մոտ է մարդուն։ Այո, երբ որ հիվանդի մոտ ինչ որ մի պահ վատացում է լինում, այնքան պատրաստված են բուժքույրերը, որ մինչ բժշկական այդ բժիշկին հասնելը իրենք արդեն առաջին օգնությունը ցույց են տալիս, նոր բժիշկը գալիս է։ Արդեն պացիենտներն են տեսնում, որ բուժքույրերը շատ պատրաստված են, շատ մեծ տարբերություն կա առաջվա բուժքույրերի ու հիմիկվա պատրաստվածության մեջ։ Ես ուղղակի ապշած եմ նաև այսքան վերապատրաստումների մասին լսել, փաստորեն բժշկական ոլորտում ոչ միայն բժիշկները, թերապևտները, վիրաբույժները գնում են, մենք միշտ լսում ենք կոնֆերանս, վերապատրաստում, սեմինարներ եւ այլն, փաստորեն բուժքույրերը եւս նախ կարիք ունեն ու եւս ձեռքը պուլսին հետևում են։ Ես ներկայացրեցի միայն Հայաստանից դուրս վերապատրաստումները, բայց մենք Հայաստանում նույնպես անընդհատ հետևում ենք որտեղ կա որևէ նոր բան, որևէ վերապատրաստում, որևէ կոնֆերանս, բոլորին համարյա թե մասնակցում ենք ու սիրով ենք մասնակցում, որտեղ հետաքրքրված ենք եւ իմ մեջ ես միշտ ասում եմ պետքա լինել, եթե ընտրել ես այս մասնագիտությունը, ուրեմն պետքա դու սովորես, անընդհատ սովորես, դու պետքա այնքան պատրաստ լինես, որ պացիենտը քեզ վստահի ու պացիենտի հարազատը քեզ պիտի վստահի։ Մի այսպիսի հարց, էլի երկուսիդ կարծիքներ կուզեի լսել, որքան էլ դուք դրական ներկայացնեք, շատ շփտերեսեք, շատ բարեհամբույր տոնով, տեմբրով եւ դեմքի արտահայտությամբ, միևնույն է, մենք պատկերացնում ենք, որքան ծանր ոլորտ է հենց օնկոլոգիան։ Ըստ ձեր որ ներքին հատկանիշներն են նախ իծն է, որը դուք ունեք եւ զարգացրածնել նաեւ կուզեի լսել, որոնք օգնում են ձեզ շարունակել այդքան տասնամյակ այդ ոլորտում մնալ ու պինդ լինել ու օգնել նաեւ մարդկանց, որոնք այսպես առաջին գծով կնշեիք։ Նախ ոնց ստացվեց, որ ես առհասարակ ընտրեցի բուժքրոջ մասնագիտությունը։ Դեռ վաղ մանկուց ինչ շատ գրավում էր բժիշկ մանկական խաղը։ Սրեսկել, դեղտալ, խնամել, դա երևի ընթացքում ես իմ մեջ զգացի այն կարևորագույն հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի յուրաքանչյուր բուժքույր, ինչու՞ չէ նաև յուրաքանչյուր բուժաշխատող,
դա ամենակարևորը մարդասիրությունն է։ Եթե դու մարդասեր չեղար, դու երբեք չես կարողանալ բուժքույր աշխատել։ Մարդասիրությունը, գթասրտությունը, մարդկանց օգնելու կարողությունը, այսինքն դու ոչ միայն պետք է օգնես, դու պետք է քո կատարած աշխատանքից հաճույք ստանաս։ Եթե դա չեղավ, դու բուժքույր ուղղակի չես կարող աշխատել։ Վերածվի դժոխային աշխատանքի կազմը։ Այո, դժոխային աշխատանքի, այո, եթե դու ընտրել ես այս մասնագիտություն, դու պետք է հաճույք ստանաս եւ շատ կան գործեր, որոնց դիմաց դու չես վարձատրվում, բայց դրանք քեզ մեծ հոգեկան մեծ բավարարվածություն են, չէ՞, պատճառում։ Պարտադիր չի դու ամեն ինչի դիմաց վարձատրվես։ Այո, հաստատ խրախուսանքի եւ մխիթարենքի համար, որի վրա դուք կարող եք միգուցե օրվա մեջ ժամեր ծախսեք, հատուկ դրա համար չեք վճարում։ Այո։ Եվ տարիների ընթացքում հատկապես ուրուցքաբանության ոլորտը ընտրելիս ու ասում եմ ես առաջինը հենց պալիատիվ ծառայություն մտա աշխատանքի ու զգացի ինչքան է պալիատիվ ամենածանրագույն բաժինը լինելով մեր կենտրոնի ես զգացի թե աշխատանքը ինչքան է տարբերվում մնացած այլ բաժանմունքներից ու ինչքան կարևոր է դու իզուր չեն ասում բուժքույր ինչու համար են ասում բուժքույր քույրը ինչ է դա ընտանիքում մի հարազատ անձ չէ յուրաքանչյուրի համար այդ նույն ձևով էլ որպես բուժքույր քեզ ընկալում է պացիենտը օգնող ձեռք ոչ միայն դու պետք է քո մասնագիտական որակները ցույց տաս այլ պետք է իրենց հետ լինես ընկեր իրենց հետ լինես հարազատ իրենք անընդհատ խոսքի շփման կարիք ունեն այնքան դեպքեր է լինում որ պացիենտը երկար բարակ պատմում է թե իր հիվանդությունից թե իր ընտանեկան կարգավիճակից այո երբեք չի կարելի ընդհատել պացիենտին պետք է միշտ լսենք խորհուրդ տանք ժպիտով ամենակարևորը ժպիտը այնքան հարց է լուծում մեր մասնագիտության մեջ չեք պատկերացնի դա կարող եմ ասել եւ մի բան հավելեմ որ յուրաքանչյուր ուժեղ բժշկի թիկունքում կանգնած է ել ավելի ուժեղ բուժքույր եւ մենք մշտապես մեզ մասնագիտական նվիրվածությամբ եւ անznորած աշխատանքով ապացուցել ենք մեր դերն ու նշանակությունը բժշկական ոլորտում այո այդ հումորային դրվագները իզուր չեն ստեղծվել այո լինում այո մեր մասնագիտության լինում է որ դուք ինչ որ բան ուղեք կամ ուղղություն ցույց տաք նույնիսկ գլխավոր բժշկին ասեք այս ինչ բանը մոռացել եք կամ այս ինչ բանը պակաս է կամ ուշադիր եղեք ինչ որ բան եւ արդյոք դա խնդիրներ չի ստեղծում թիմում հետաքրքիր է ներքին խոհանոցը թիմային աշխատանք է կարծում եմ որ ոչ չի ստեղծում որովհետեւ փորձից ելնելով մենք ավելի շատ բան ենք տեսել փորձից ելնելով քան սկսնակ բժիշկները օրինակ իր առաջին 10 տարում աշխատանքի ես ունեմ շատ լավ բժիշկ ընկերություն ենք անում այդ բժշկուհու հետ բայց ինքը ամեն պահի զանգում է այս ինչ բանը սենց ա եղել ճիշտ եմ չէ արել որտեվ մենք սկսել ենք միասին այդ աշխատանքը ու երբեք ինքը միշտ ասում է որ ես երբեք չեմ ամաչել որ հարցնեմ գիտեք բուժքույրը ինձ սենց խորհուրդ տվեց կարծում եմ գիտակ պատրաստված բուժքրոջից շատ բան է կախված եւ մի հատ շատ լավ հումորային բան կա ասում են բժիշկը առանց բուժքրոջ չի կարող գործել որ գերկին է բուժքույրը ձեռքին մի հատ մեծ շպրից ասում է մենակ բուժքույրը գիտի թե այս ներարկիչի մեջ ինչ կա այսինքն այո այդ շատ հումորային ռուսականից հումորային հա դրա համար Առաջ շատ տարբեր էր բուժքրոջը դիտում էին որպես իրանց խոսքի գործողությունները կատարող, բայց հիմա բուժքույրը այո, զուտ ծառայող մեխանիկական այո, զուտ ծառայող։ Իսկ հիմա այդպես չի, գնալով փոխվում է բուժքրոջ նկատմամբ այդ կարծրատիպերը, այո։ Հիմա բուժքույրը դա ինքնուրույն մասնագիտություն է, գնալով ավելի է շատանում եւ երբեք չեմ մոռանա մեր տնօրենի խոսքը, որ ասում էր Արհեստական բանականությունը երբ որ սկսեց արդեն մուտք գործել, ասաց լիքը մասնագիտություններ կան, որ կորելու են, դուրս են գալու։ Նույնիսկ բժիշկներից որոշ մասնագիտություններ կան, որ դուրս են գալու, բայց ասաց միակ մասնագիտությունը բուժքրոջ մասնագիտությունն է, որ կարծում եմ եւ համոզված եմ երբեք դուրս չի գալու։ Ոչ մեկ չի կարող, այո, աշխատելու ցած որը հնարավոր չէ փոխարինել։ Բայց արդեն մենք ունենք նա կադրերի պակաս, այո։ Այո, կադրերի պակաս ունենք։ Ինչով է դա պայմանավորված ոլորտի բարդությամբ, համակարգի միգուցե թերություններով, թե վարձավճարով իդեպ կուզեի այսքան բարդություններից եւ առանձնահատկություններից ելնելով խոսեինք նաեւ երկրում վճարման համակարգին։ Կարծում եմ առաջվա համեմատ ինչ որ առաջընթաց կա հատկապես դուք փորձառու եք կհիշեք։ Իհարկե։
Այո, Ես իմ օրինակով ասեմ, երբ որ 19 թվականի եկա ուռուցքաբանության ինստիտուտ, ստանում էի ընդամենը 76000 դրամ աշխատավարձ, բայց երբ որ տնօրենը եկավ, ասաց, «Էս ինչ աշխատավարձ է, որ սրանով ոնց պիտի կտրուկ կրկնապատկեց աշխատավարձը, հետո ինչ որ բաներ ստեղծեց, որ բուժքրոջը շահագրգռի, ավելի իր աշխատանքը կարևոր զգա բուժքույրը, ոչ թե մտածի, որ ուղակի գործ ենք անում»։ ես միշտ ասում եմ, որ միևնույն է, բուժքույրերը վճարվելու համար չեն աշխատում, որովհետև եթե վճարվելու համար աշխատեին, նրանք 1 օր չէին մնա ուղղակի այդ համակարգում։ Վարդեր, շփումները շատ են, պատասխանատվությունը մեծ է, բայց գոնե վճարն էլ պիտի այնպեսին լինի, որ պահի մի տեսակ մոտիվացնի մնալու այդտեղ։ Ուրիշ հիվանդանոցների համեմատ, իհարկե ուռուցքաբանությունը ծանր է, բայց այլ հիվանդանոցների համեմատ մեր մոտ վարձատրությունը մի փոքր ավելի բարձր է, որտեղ մենք ընդհանուր շատ շփում ունենք մյուս հիվանդանոցների հետ, ասոցիացիայի միջոցով, ու որ խոսում ենք, մենք մեր աշխատավարձն ենք ասում, իրանք իրենցը իհարկե տարբերությունը շատ է։ Բայց նաև ծանրությունն է շատ, հավելեմ նաև, այո, որ գալիս են մեզ մոտ, ասենք դիմորդները աշխատանքի համար, ես ինքս եմ անցկացնում հարցազրույցները եւ երբ որ հերթական դիմորդին ուղղորդում եմ ինչ որ բաժանմունք վերապատրաստում անցնելու, շատ լինում են դեպքեր, երբ որ դիմորդը մի 2 օրից կամ թեկուզ հենց նույն օրը հետ է վերադառնում, ասում են ներողություն, ես ի վիճակի չեմ այստեղ աշխատելու։ Այսինքն չնայած տարբերվող բարձր աշխատավարձին, այո, որովհետեւ մեր կենտրոնում աշխատելու համար պետք է ունենան կայուն նյարդեր, հուզական վիճակ կայուն, որովհետև իրենց ախտորոշման պայմանավորված թե մեր պացիենտները եւ թե մեր պացիենտների հարազատները լինում են ծյուրագրգիռ, նյարդային, բնական է ամեն ինչը իրանց համար նշանակություն ունի։ Բուժքրոջ կեցվածքը, բուժքրոջ արտաքինը, միմիկան, ժեստերը, ամեն ինչը նշանակություն ունի, տոնը, խոսքը, ձայնային տեմբրը, ամեն ինչը ազդում է մեր պացիենտների վրա։ Եվ ես երբ որ հարցազրույցը անցկացնում եմ, առաջին հերթին ես խոսում եմ մասնագիտական որակները մի կողմ դրած, առաջին հերթին խոսում եմ իրենց մոտեցումից, այդ վարվեցողության, այո, բարևարկության կանոններից, որ մեր կենտրոնում գործում է, անգամ մենք դրա վերաբերյալ անպարբերաբար դասընթացներ ենք իրականացնում, մոնիտորինգներ ենք իրականացնում, թե մեր աշխատողները ինչպես են շփվում պացիենտների եւ նրանց հարազատների հետ։ Հակադարձ պատասխան երբեք չի կարելի ոչ մեկին տալ։ Եթե դու տեսնում ես, որ դրած, այո, հարցը քո դաշտում լուծելի չէ, դա պետք է արդեն տեղափոխվի քո ղեկավարի դաշտ։ Հասկանալի է, եղել են դեպքեր, Վարվարա ձեզ հարցնեմ, երբ դուք զգացել եք ձեր փորձառության տարիների օրինակ սկզբում, որ ինչ որ հատկանիշ ձեզ չի բավականացնում եւ դուք այդտեղ մի քիչ խոցելի եք ձեզ զգում ու սկսել եք աշխատել հենց այդ ուղղությամբ, մարզել, կոփել ձեզ եւ այլն եւ այդ որ հատկանիշներն են եղել, հետաքրքիր է։ Ես էմոցիոնալ մարդ եմ, այդ հուզական պահերը շատ են եղել ու հիասթափությունները հենց կախված են եղել դրա հետ, որ ես ամեն պացիենտի այդ ցավը ընկալել եմ որպես իմը։ Հետո ժամանակի ընթացքում, այո, շատ եմ մոտիկ թողել, բայց հետո հասկացա, որ չէ, այդպեսով վնասում եմ եւ ինձ եւ չեմ կարողանում պացիենտին ճիշտ, պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։ Ժամանակի ընթացքում այդ ամեն ինչը անցել է, իհարկե, էլի էմոցիոնալ մարդ եմ, էլի մնացել է այդ ամեն ինչը, պահեր են լինում, որ հուզվում եմ, պահեր են լինում, որ ասում եմ, չէ, էլ չեմ աշխատելու, բայց հետո ինքս ինձ անընդհատ ասում եմ, չէ, քո կարիքը կա, պետք է աշխատես, եթե ընտրել ես ու հատկապես երբ որ մասնագիտությունը արդեն քեզ ընտրել է որպես այս ոլորտի աշխատող։ Մելանիա, եղել է, որ ծանր հոգեբանական կացության մեջ հայտնվեք եւ զգաք, որ ձեզ օրինակ նույնիսկ հոգեբան է պետք, հոգեբանի խորհրդատվություն, սեսիաներ միգուցե հանդիպումներ, որ մի տեսակ ոտքի կանգնեցնեք ձեր հոգեվիճակը։ Պալիատիվում աշխատելու տարիներին, տարվա ընթացքում, այո, եղել է նման դեպքեր, գիտեք, երբ որ պացիենտը դիմում է մեզ ու լինում են դեպքեր, երբ որ պացիենտը մեզ մոտ բուժվում է, սիմպտոմատիկ բուժում են ստանում, խնամք են ստանում մոտավորապես 1-2 ամիս, միգուցե ավելի շատ, միգուցե ավելի քիչ։ Ամեն դեպքում այդ հիվանդին օգնելով, քո աշխատանքը կատարելով դու շատ ես կապնվում հիվանդի հետ, չէ՞։ Ինչքան ես կապնում, դա արդեն ոնց որ հիվանդը դառնա քեզ հարազատ, քո ընտանիքի անդամ դեպքեր են լինում։ Պատասխանատու ենք նրանց համար ու այո, արդեն կապնվում ես։ Հետո գիտեք ոնց պալիատիվ հիվանդի խնամքը շատ խիստ տարբերվում է այլ բաժանմունքների հիվանդի խնամքից։ Ինչով, որովհետև իրենք
ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում, այսինքն անընդհատ կատարվող վիրակապությունները, ինյեկցիաները, իրենց թեկուզ հենց բերանի խոռոչի խնամքը, մազերը լվանալը, իրենց հարդարելը, այդ ամեն ինչը, այո, ընդհանուր միջև մենք դա ենք անում, հա, օգնում ենք, այո, իրենց հիգիենիկ մշակումը եւ այլն դա անում ենք իհարկե մայրապետերի հետ մեր, բայց այնուամենայնիվ այդ ընթացքում մենք շատ ենք իրանց հետ կապնվում։ Եվ արդեն գալիս է այն պահը, երբ որ պացիենտը հրաժեշտ է տալիս կյանքին եւ անասելի ծանր ենք տանում այդ հանգամանքը, որտեղ արդեն կա հզոր ինչ-որ կապվածություն տվյալ պացիենտի հետ։ Այդ դա իսկապես մեր աշխատակիցներին գցում է մասնագիտական հուզական այրման մեջ եւ մեր հենց պալիատիվ կլինիկայում եւ ամբողջ կենտրոնում գործում է հոգեսոցիալական մեծ թիմ, ես նշեցի հարցազրույցի սկզբում, ովքեր աշխատում են ոչ միայն պացիենտների, այլ նաև աշխատակիցների հետ, կազմակերպելով տարբեր տեսակի հանդիպումներ, անհատական եւ խմբակային, այո, պալիատիվ, այո, խմբային, այո, տարբեր տեսակի տրեյնինգներ են անցկացնում, թեկուզ խաղերի միջոցով, թեկուզ թեստերի միջոցով, արդյունքների միանշանակ, շատ։ Հիմնականում անում ենք պալիատիվ ծառայությունում, ունենք հզոր հոգեսոցիալական թիմ, անընդհատ իրենք ամեն օր աշխատում են պացիենտների հետ, աշխատում են հարազատների հետ, աշխատում են նաև աշխատակիցների հետ։ Ես որպես ավագ բուժքույր, երբ որ նկատում եմ իմ բուժքույրերից մեկը ինչ որ հուզական այրման մեջ է կամ ինչ որ բուժքույր ունեմ, որ աչքերը նեղանում է, ես գիտեմ ինքը նեղված է, ասում եմ աչքերդ այո, ասում եմ մոտենում եմ այդ թիմի ղեկավարին, ասում եմ գիտեք ինքը ոնց որ մի քիչ լավ չի զգում իրան, խնդրում եմ իր հետ աշխատեք, կամ մայրապետս ինչ որ մի խնդրի է բախվել, ինքը ներս է գցել, որովհետև ասել ենք բոլորին պետք է ժպտալ, պետք է չպատասխանել, կոպիտ բառ չասել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ մարդ ենք եւ մենք էլ ունենք էմոցիաներ, չէ՞։ Բայց այդ թիմը շատ լավ աշխատում է մեզ հետ, մենք խոսում ենք իրենց հետ, նույնիսկ այդ սովորական առօրյա խոսակցությունից հանգստանում ես, որովհետև իրենք գիտեն ինչ թեմայով քեզ հետ խոսեն, այո, իրենք գիտեն ինչ թեմայով քեզ հետ խոսեն, որ դու այդ ամեն ինչը հաղթահարես։ Մարդին եղանակային պայմաններից ելնելով արդեն հաճախակի կազմակերպում ենք, բնության գիրք են գնում, հանդիպումներ ենք իրականացնում կոլեկտիվ իհարկե, դա նույնպես շատ է օգնում, շատ։ Ինչպես եթերից առաջ ասացիք, դուք առավոտ մտնում եք ուռուցքաբանության կենտրոն եւ դուրս գալիս երեկոյան 6-ից շուտ չի ստացվում։ Ես մեր պալիատիվը որ ներկայացնեմ, ուրեմն պալիատիվը այնպես է ստեղծված, որ բոլոր հիվանդասենյակների դռները բացվում են շատ գեղեցիկ այգի։ Այո, այգում եմ եղել, իսկապես շատ հաճելի։ Դա շատ է գրավում։ Պացիենտներ կան, որ իրենք ուզում են գալ ու իրենց կյանքի ավարտը անցկացնել այդտեղ։ Ճիշտ է, ֆինանսական ինչ-որ խնդիրներ կան, իհարկե բուժումը այդ կատարվում է պետպատվերի շրջանակներում, բայց այնտեղ պալատային վճարներ կան, որ անկախ մեզանից է, բայց ֆինանսական ծանր է հարազատի համար, բայց պացիենտը երբ որ ուզում է, արդեն մեր մշակույթի մեջ մտել է այն գաղափարը, որ եթե պացիենտը ուզում է գտնվել պալիատիվ ծառայությունում, ինքը հարազատը արդեն անզոր է, ինքը բերում է եւ կյանքի ավարտը լինում է հենց պալիատիվում։ Այ կոնկրետ երեկվա դեպք ասեմ, մեր աշխատակցի բարեկամներ ասեց շատ վատ է, բայց ոնց որ վերջին է, տարել ենք ինչ որ մի ուրիշ բուժկենտրոն, արագ ցավազրկման, եկել տեսնենք շտապօգնության մեքենայով բերեցին, ասում եմ ինչի բերեցիք, ասում եմ որովհետև ինքը ասեց ես ուզում եմ այնտեղ գնամ ու այնտեղ ես գիտեմ որ իմ կյանքը ավարտվում է, ուզում եմ այնտեղ գնամ ու հարազատը արդեն անզոր է ու մենք էլ հենց առաջին օգնություն, ընդունելություն, բուժքույրերը, բժիշկը, մայրապետերը նենց օգնեցին, ինքը պայծառացավ ու այդ պայծառ փուլը եղավ իր մոտ։ Գուցե կյանքի վերջում իրեն դա էր պետք եւ ես շատ ուրախ եմ որ պալիատիվ խնամքի մշակույթը զարգանում է մեր երկրում այլևս գիտեք առաջ որ խոսում էինք այս մասին ես էլ տարիներով քարոզել եւ պատմել եմ ինչ է պալիատիվ խնամքը մարդիկ վատ էին վերաբերվում իրենց թվում էր որ տնից հանում են տանում են հրաժարվում են այդ բացարձակ չկար այդ հասկացողությունը ըմբռնումը որ խնամք է տարվում եւ ամոքում է կատարվում ոչ թե անտեսվում է այդ բուժարում շատ ուրախ եմ պացիենտ ունենք որի տղան արտերկրում էր աշխատել երկար տարիներ ու շփվել էր
պալիատիվների հետ, որ եկավ Հայաստան, ասաց լրիվ ուրիշ է։ Լավ, շնորհակալություն ձեզ այս հարցազրույցի համար, շատ անկեղծ էր, որի համար ուրախ եմ։ Հուսամ ձեզ էլ դուր եկավ խոսել ձեր փորձառության եւ դժվարությունների եւ ուրախությունների մասին։ Ես ցանկանում եմ, որ դուք շարունակեք ձեր ոլորտում պինդ մնալ եւ օգնել մարդկանց։ Մենք զրուցեցինք Ֆաներջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բուժքույր Մելանիա Վաթինյանի եւ պալիատիվ ծառայության կլինիկայի ավագ բուժքույր Վարվարա Արսենյանի հետ։ Ցտեսություն։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։